Արցախի Վերին Խաչենգավառում Լև գետի աջափից հարավ անտառածածկ սարերով շրջապատված գեղատեսիլ հովտի կենտրոնում պահպանվել են մի վանքի ավերակներ։ Այստեղ ընդարձակ բացատի հարավ-արևելյան խաղաղ անկյունում բնություննիկն է կարծես բացում իր լուսավոր շղարշը, բացահայտելով սրբավայրի խաղաղ ու ներշնչող ներկայությունը։ Այն գտնվում է Հանդաբերդ ամրոցից շուրջ 1 կիլոմետր հյուսիս-արևելք, այն նույն բերդից, որի շուրջ դարեր շարունակ ստեղծվել են հույսի, պաշտպանության և լուսավոր հավատքի պատմություններ։ Դեռևս 1985 թվականին այս հնավայրն առաջին անգամ այցելել ու չափագրել է ճարտարապետ երջանկահիշատակ Մուրադ Հասրաթյանը։ Նա ընդօրինակել է նաև տեղում գտնված արձանագրություններից երկուսը, որից մեկը թարմ ջարդվածքի հետքեր էր կրում։ 1994 թվականին հնավայր է այցելել և հուշարձանն առաջին անգամ մասնակի պեղումներով ու մաքրման աշխատանքներով զուգորդված ուսումնասիրել հնագետ Հակոբ Սիմոնյանի արշավախումբը։ Նույն թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ընդօրինակել է վանքի վիմագրերը։ 2004-5 թվականներին վանքը հնագիտական ընդգրկում պեղումներով ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ։ Վանքի անունը հայտնի չէ, այն պայմանականորեն անվանում են Հանդաբերդի կամ անանուն վանք։ Սակայն Սլավա Սարգսյանը հղում անելով Անանյա Մոկացի հավաստագրին գտնում է, որ Վերին Խաչենի երբեմնի նշանավոր վանական համալիրը, որ եղել է Ծարգավառի հոգևոր կենտրոններից մեկը, կոչվել է Խանդին վանք։ Ըստ հավաստագրի, Խաչենի եկեղեցական ժողովին, որ տեղի է ունեցել 949 թվականին, ի թիվս աղվանից աշխարհի բազունք հարկ և սուրբ եպիսկոպոսունք և այլ գիտնական քահանայք, մասնակցում էր նաև Հայր Պողոս Խանդին վանից վանականը։ Հանդաբերդի վանքի առավել ակտիվ և ծաղկուն շրջանը վերաբերում է 13-14-րդ դարերին։ Մի ժամանակահատվածի և Զաքարյան իշխանական տան ազատագրական շարժման ազդեցությամբ տարածաշրջանում ձևավորվում էին հոգևոր և մշակութային վերելքի նոր իրողություններ։ Փուլը բնորոշվում էր քաղաքական հարաբերությունների կայունացմամբ, տնտեսական կյանքի աշխուժացմամբ և մշակութային դինամիկ զարգացմամբ։ Սակայն 13-րդ դարի երկրորդ կեսից մինչև դարավերջ տարածաշրջանը աստիճանաբար անցնում է այլ պատմաքաղաքական իրողությունների շրջանակ, երբ օտար տիրապետության պայմաններում առաջնային են դառնում գոյատևման և դիմադրության խնդիրները։ Մոնղոլները ոչ միայն գրավել, թալանել ու ավերել էին երկիրը, իրականացնելով զանգվածային կոտորածներ, այլև պարտադրել ենթակա երկրներին մասնակցություն ունենալ իրենց հետագա ռազմական գործողություններին։ Նման քաղաքականությունը որքան էլ ծանր էր, այդուհանդերձ հայ իշխանների համար որոշակիորեն տանելի տարբերակ էր, քանի որ այդ դեպքում մոնղոլները հրաժարվում էին ենթարկյալ տիրույթների շարունակական ավերումից, բավարարվելով միայն հարկահավաքությամբ։ Աղբյուրագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վերին Խաչենի Դոփյան իշխանական տունը, որի իրավասության ներքո էր գտնվում Հանդաբերդի վանքը, այս պայմանավորվածության ամենաբարձրակարգ և հետևողական իրագործողներից էր։ Այս պատմական իրականության մեջ մշակույթի առաջնահերթ խնդիրը դառնում էր փոփոխվող քաղաքական պայմաններին հարմարվելով հանդերձ հայկական ինքնության պահպանումը, մի առաքելություն, որն առավել ակնհայտ կերպով դրսևորվում է Հանդաբերդի վանքի գործունեության և դրա հոգևոր մշակութային ժառանգության մեջ։ Վանքի համալիրը բաղկացած է կառույցների երկու խմբից։ Հիմնական խումբը ներառում է գլխավոր եկեղեցին, նրան հարակից երկու մատուռները, Գավիթ ժամատունը և դրա հյուսիսային կողմում գծված մատուռը, ինչպես նաև զանգակատունն ու տապանաբակը։ Վերջիններից մոտավորապես 10 մետր հյուսիս տեղակայված է հյուսիսային առանձին մատուռը։ Առանձնապես ուշագրավ լուծում ունի եկեղեցու ծածկը, որի կենտրոնում վերխոյացած ութանիստ, այսպես կոչված կեղծ գմբեթից պահպանվել են որոշակի մնացորդներ։ Նույն հորինվածքն ունեն նաև խաթրավանքը, դադիվանքի ժամատան գմբեթները։ Ծածկի այս կառուցվածքային լուծումը սերվում է ժողովրդական բնակելի տների հազարաշեն փայտածածկ ավանդույթից,
որն ապահովել է ներքին տարածքի ամբողջականությունն ու հարաբերական ընդարձակությունը։ Արցախի ճարտարապետական դպրոցի առանձնահատկություններից է նաև գլխավոր եկեղեցում եւ մատուռներում փաստված ուղղանկյուն խորանի կիրառությունը։ Հանդաբերդի վանքի գլխավոր եկեղեցին ու մատուռները ունեն ուղղանկյուն, դահլիճի հետ միասնական թաղով խորաններ։ Հուշարձանախումբը կառուցված է անմշակ եւ կիսամշակ քարով կրաշաղախով։ Տեղում գտնված շինարարական արձանագրության համաձայն վանքի շինությունների մեծ մասը կառուցվել են 1276 թվականին Դավիթ վարդապետի կողմից, հավանաբար տեղում եղած ավելի հին եկեղեցու շուրջը։ Վանքի պեղումների արդյունքում պարզ է դարձել, որ հուշարձանախումբը գոյատևել է մինչև 14-րդ դարի վերջերը։ Չափազանց կարևոր է ժամատան արևմտյան կողմում մի քանի մետրի վրա ընկած 7 տող արձանագրություն կրող բառավորը։ Չի է 1276 թվին Աստծով շինեցա ժամատունս եւ եկեղեցիս Դավիթ վարդապետի ձեռավկ ազատեցին ըսսա հաթերքեցիկ չարե Աստված յուր ըզնոսա ով խափանե դատի։ Հնավայրի տարածքում պահպանված վիմագրերի թվում պատմական առանձնակի արժեք ու կարևորություն ունի վանքի հյուսիսային կողմում տեղահան, բայց ամբողջական տեսքով պահպանված մի տապանակար, որի հնգաթող անթվագիր արձանագրությունը փաստում է, որ տեղում հանգչում է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի մարմինը։ Այս է հանգիստ Տեր Ստեփանոսի, Աղվանից կաթողիկոսի։ Հարկ է լրացնել, որ հայոց եկեղեցու Աղվանից կաթողիկոսության պատմության ընթացքում Ստեփանոս անվամբ 5 կաթողիկոսներ են հայտնի։ Հաշվի առնելով տապանագրի գրչության առանձնահատկությունները կարծում ենք, որ տվյալ շիրմաքարը պատկանում է 1262-1323 թվականներին գահակալած Ստեփանոս D-ին։ Վանքի տարածքում առկա են մի շարք գեղաքանդակ ու պատկերաքանդակ խաչքարեր։ Խորհրդային շրջանում մոտ 2 մետր խորությամբ թեք հողաշերտի կտրումով ադրբեջանցիների կողմից Համալիրի գրեթե կենտրոնական հատվածով անցկացվել է շուրջ 4 մետր լայնությամբ ավտոճանապարհ։ Բացի այդ, դեպի հարակից անտառային տարածքներ տանող մեկ այլ ճանապարհ անց է կացվել վանքի շրջակայքում տարածվող միջնադարյան գերեզմանոցի տարածքով։ Արդյունքում մի շարք խաչքարեր եւ տապանակարեր տեղահանվել են կամ գլորվել մոտակա ձորը։ Ենթակառուցվածքների մտածածին նպատակադրությամբ Ադրբեջանը միշտ էլ պատերազմել է մեր ինքնության վկաների դեմ, քանդել գերեզմանոցներ, քանդել եկեղեցիներ եւ հանդաբերդը այդ առումով ցավոք սրտի եզակի դեպք չէ։ Դարերի ընթացքում անցնելով վերելքների ու փորձությունների միջով այս վանական համալիրը ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլ նաև հայ ժողովրդի մշակութային ինքնության անկախտելի մաս։ Հանդաբերդի վանքն իր քարե սրահների խորքերում պահելով թե անցյալի լույսը եւ թե ժամանակների մաքարումների հետքը, մշտապես հիշեցնում է, որ պատմությունը ոչ միայն ապրել է այստեղ, այլև շնչել է որպես անտեսանելի, սակայն մշտապես ներկայություն ունեցող ուժ։ Հանդաբերդը վկա է անցյալի փառքին եւ հիշեցում, պատմությունը պահպանելու ու փոխանցելու մեր պատասխանատվության մասին։ Եվ իհարկե, հանդաբերդը գերությունից ազատելու պատգամ։